Արցախից տարհանվել ենք 2023 թվականի սեպտեմբերի 29-ին ու տարհանվելուց անմիջապես հետո մենք հանգրվանեցինք հենց Գյումրի քաղաքում։ Մեր անցած ճանապարհը շատ խրթին էր ու շատ բարդ էր, սակայն մենք արցախցիներս ունենք անկոտրում կամք, երբեք չհանձնվող, սակայն միշտ պայքարող մարդու տեսակ ենք եւ շատ մեծ ցավով եմ ասում, որ մենք ափսոսում ենք մեր Արցախի համար, մեր զոհված նահատակների համար, որոնց շիրիմները թողել ենք Արցախում ու եկել ենք մինչև վերջ պայքարել ենք։ Յուրաքանչյուր հայ պետք է կարճած լինի իր հայրենիքին եւ մինչև վերջ պայքարի իր հայրենիքի ազատության, անկախության համար։ Ու այդ ամենի հիմքը միասնականությունն է, լինենք համախմբված, լինենք պայքարող, երբեք չհանձնվող։ Տեղահանվել եմ Արցախից Մարտակերտի շրջանից։ Բոլորս գիտենք, որ տեղը միջև տեղահանվել է, ունեցել ենք բլոկադա։ Մենք արցախցիներս 9 ամիս բլոկադայի մեջ ենք ապրել։ Բլոկադայից հետո արդեն մեզ բռնի տեղահանել են, մեր կամքին հակառակ։ Մենք բոլորս արցախցիներս ստիպված թողել ենք մեր տունը, մեր հայրենիքը, մեր քույրերի, եղբայրների, մեր տատիկ պապիկների գերեզմանները ու բռնել ենք գաղթի ճանապարհը։ Հիմա բնակություն ենք հաստատել Գյումրիում, ճիշտ է բնակվում ենք ժամանակավոր այն հույսով, որ նորից հետ ենք գնալու մեր Արցախ։ Ճիշտ է, գիտենք, որ բոլոր մեր տները ավերակներ են այս պահին, մի մասի տներում արդեն թուրքն է բնակվում, մի մասի տները բոլորովին ավերված են, բայց ամեն դեպքում ես իմ հույսը չեմ կտրում, որ մի օր վերադառնալու եմ Արցախ, նորից իմ գործը շարունակելու եմ այնպես ինչպես որ ապրում էի, ինչպես որ աշխատում էի ես Արցախում։ Մեծ հույս ունեմ, որ բոլոր արցախցիները, եթե ժամանակ գա ու ասեն, որ բոլորս հետ են գնում, բոլոր մի մարդու նման համախմբված հետ են գնալու, իրենց տները շնացնելու։ Կոչ եմ անում բոլոր արցախցիներին, բոլոր ոչ միայն արցախցիներին, այլ հայերին, բոլոր Հայաստանում կամ տարբեր տեղերում ապրող հայերին, որ համախմբվենք, բռունցք դառնանք ու պահենք այն գոնե այն ունեցածը, ինչ որ հիմա ունենանք Հայաստան, որ կարողանա մեր երեխան էլ այստեղ ապրել, ունենանք հայրենիք, որ մեր երեխաները ապրեն ազատ, անկախ Հայաստանում, հայրենիքում։ Կապ չունի մենք Գյումրիում ենք այս պահին ապրում, Սյունիքում ենք ապրում, թե Տավուշում ենք ապրում, ամեն դեպքում մենք օրինակ լինենք բոլորին, մեր երեխաներին, մեր չգիտեմ հարազատներին, մեր հայրենակիցներին։ Ես իմ հայրենիքի ապագան տեսնում եմ միասնական, համախմբված պայքարելուց հետո շենացած, կանգուն եւ միասնական։ Մեր միակ փրկությունը մեր միասնական ուժի մեջ է։ Միասնականությամբ կարող ենք հետ բերել Արցախը, կարող ենք շենացնել Հայաստանը եւ ստեղծել մեր ցանկացած մեր երազած Հայաստանը խաղաղ, անկախ եւ ազատ։